հյուր հրավիրված էր ԱԺԲ խորհրդի անդամ դոկտոր Վայ Գասպարյանը, սակայն վերջի պահին չնախատեսված հանգամանքներով պայմանավորված emergency պարոն Գասպարյանը չկարողացավ մասնակցել մեր այսօրվա հարցազրույցին, որի համար խնդրում ենք ձեր ներողամտությունը հայցում ենք, քանի որ երկրագնդի այս կողմից այն կողմ պլանավորելը մեկ-մեկ չի ստացվում այն ձևով, ոնց որ մենք ենք մտածում, եւ նաեւ ուղիղ եթերա, որը նույնպես իր չնախատեսված հանգամանքներն ունի։ Հաղորդմանը մասնակցելու էր պարոն Բարսեղյան եւ մասնակցում է, ողջույն պարոն Բարսեղյան։ Այսօր այն հարցերը, որոնք ունենք նաեւ ուղղված, որ դուք պետք է հղեիք պարոն Գասպարյանին, փորձենք հասկանալ նաեւ եւ դրանց շուրջ մեկնաբանությունները տանք։ Ուրեմն եկանք մայիս եւ այս գլոբալ զարգացումները եւ ռուս-ուկրաինական ֆրոնտում, որի ակնկալիք ունենք այսօր պետք է խոսեր պարոն Գասպարյանը այդ թեմայի շուրջ եւ ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող այս ճահիճի, այս լճացման, չգիտեմ, այսինքն անընդհատ սպասումների, անընդհատ փոփոխությունների եւ այս խայտառակ ծեծուջարդերը իշխանության կողմից արդեն փաստորեն խուժանապետությունն էլ դժվար է ասել, էլի որ իբր թե ընտրված համայնքապետը մարտածեցում, այսինքն այդ ձեր ընդհանուր այսպես ամբողջական նկարագիրը խնդրեմ վաղուց չենք հանդիպել եւ հիշում եմ անցած անգամ ձեր հարցադրումը այսպես մի փոքր կոշտ ու կոպիտ այն առումով որ բավ է խոսելը կորցելու ժամանակն է այս կոնտեքստով խնդրեմ Ուրեմն գործելուն ինչ վերաբերում է գործելուն մենք առայժմ դեռ գործոն չենք այդ համաշխարհային քաղաքականության մեջ սկսենք ռուս-ուկրաինական պատերազմից անցանկալի շատ դեպքերում անցանկալի իրադարձություններ է կատարում այն առումով որ Միացյալ Նահանգները հասան նրան պայմանագիր ստորագրեցին Ուկրաինայի հետ այդ հանածոների վերաբերյալ եւ Թրամփը խոսում է 350 միլիարդից ավել օգուտների մասին, այն դեպքում եւ որ ընդհանրապես 113 բիլիոն գումար են ներդրել Ուկրաինայում, դա չի հարցը, հարցը նրանում է ինչու է անցանկալի, որովհետեւ այս հրադադարը, որը դեռ չի էլ երևում, սա ընդհանրապես խոսքեր են, շատ հարցերում Պուտին ցարը չի համաձայնվում այդ հրադադարը կնքելու իր պայմաններն է դնում նույն իրավիճակն է ոնց որ ասենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ նոր պահանջներ է դրվում խոսքը իհարկե գնում է Ղրիմը բռնակցված մնա իրանց Լուգանսկը եւ Դոնեցկը մնա իրանց ինչին Զելենսկին չի համաձայնվում առայժմ ոնց որ ասում առայժմ դեռ կանգնել են այն համաձայնության որ հանածոները պետքա տրվի ԱՄՆ-ին այդ օգուտները, այսինքն վերահատուցեն այն ինչ որ ԱՄՆ-ն ծախսել է Ուկրաինայում, այստեղ մնում է Եվրոպայի գործոնը, որը համախմբվել է միամուրմի ու բռունցքա դարձել, լավ գիտակցելով, որ եթե Ռուսաստանը հզորացավ հաղթանակ տարավ Ուկրաինայում, հաջորդ թիրախը լինելու է հենց Եվրոպան։ Այդ մտավախությունն ունեն եւ այդ հանգամանքով միտված Եվրոպան այսօր իր բոլոր երկրները իրաց ռազմական ծախսերը ավելացնում են 7-8%-ով անգամ մինչև 10%։ Այո, այստեղ մի լավ գործընթաց սարքվեց, որ Թրամփը կարողացավ Եվրոպային, որը կարելի է ասել այսպես քնած էր որոշ ժամանակ ապավինելով ԱՄՆ-ի հովանավորության վրա, այսօր զգալը որ նա մենակ է մնացել, ինչպես ասում են հույսը քո վրա դիր, այսօր Եվրոպան համախմբվել է, հույսը դրել է իր վրա եւ նրանք պատրաստվում են պաշտպանվել Ռուսաստանի նկարտումներից հետագա։ Ինչի մասին բացահայտ պարբերաբար խոսում է Ռուսաստանը, հանձինս Պուտինի, որ նա պետք է վերադարձնի այն ինչ որ կորցրել է, մենք լավ հասկանում ենք, որ դա խոսքը գնում է 15 ռեսպուբլիկաների մասին եւ ինչ ակնարկեց վերջերս Թրամփն էլ ասելով, որ Պրիբալտյան երկրները պետք է վերադառնան Ռուսաստանի վերահսկողության գոտու տակ, դա անհասկանալի մի նախադասություն էր եւ այո, բոլոր նախադրյալները կան, որ
Ռուսաստանը այդ նկարտումները ունի, չնայած եթե վերցնում ենք Պուտինի 20 տարվա, այսպես ասած, ցարիզմը, նա Ռուսաստանի համար մեկ թշնամին է, որովհետև այնինչ որ արեց Պուտինը, դա ուղղակի աներևակայելի է։ Պուտինի ժամանակով կորցվեց բավականի մեծ տարածքներ, հասավ նրան, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Ռուսաստանի սահմաններին հազարավոր կիլոմետրներով ավելացավ, Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք միշտ չեզոք են եղել, ստիպված նրանք էլ մտան ՆԱՏՕ-ի կազմի մեջ, եւ Պուտինի ժամանակով է, որ տնտեսությունը քայքայված է եւ այսօր հասցված է այս իրավիճակի մեջ, այսինքն Պուտինից ավելի մեծ վնաս Ռուսաստանին ոչ մեկ չի հասցրել։ Այստեղ իհարկե մեր դարդուցավը Ռուսաստանը չի, մյուսը չի, մեր դարդուցավը մեր հայրենիքի իրավիճակն է, որը մենք տեսնում ենք օր-օրի փոխանակ լավանավատանում է, որովհետև ունենք թուրքական իշխանություններ, ոչ թե թուրքամետ, այդ հենց թուրքական իշխանություններ, որոնք գտնվում են հանրապետական հրապարակում, այդ կառավարական շենքում, որոնք բացահայտ տանում են պրոթուրքական քաղաքականություն, պրոռուսական այն բոլոր պնդումները, որ գնում են դեպի Եվրոպա, Եվրոպամետ են եւ այլն, դա փուչիկ դուրս եկավ հենց այս վերջի իրադարձություններով Ռուսաստանից հնչում են այն հայտարարությունները, որ մինչ այսօր ոչ մի հայտարարություն չկա հապկից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու, ընդհակառակը նրանք Հայաստանը մասնակցում է բոլոր միջոցառումներին կազմակերպված հապկի եւ ԵԱՏՄ-ի, ավելին նոր հատուկ ներկայացուցիչ է Ռուսաստանը կարգել Հայաստանում, ոնց որ առաջ սովետական միությունում երկրորդ քարտուղարը ռուսական ներկայացուցիչներ նույն այդ սցենարով կարգադրիչ են դրել Ռուսաստանի կողմից վերահսկելու, սրանով է պայմանավորված, այո, դեսպանը քիչ էր, Լևոն Անդր Պետրոսյանը քիչ էր, Քսերոքսովիչը Կապիրկինը, եւ դրանով է պայմանավորված Քոչարյանի ակտիվանալը այս գործողությունները ինչ որ կատարվում են, այո, ցավալի ինչ որ խոսացիք բռնությունից, այն ինչ որ կատարվել է Արտուր Չախոյանի հանդեպ, չնայած բոլորը կապում են նրան Քոչարյանի հետ, Քոչարյանի ուժերն են, բայց ոչ ավել, ոչ պակաս Վազգենի քույրիկը այսօր հայտարարում է, որ այս սադրանքը կազմակերպվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, սա դրանք էր Ռուսաստանի կողմից, իբր սա նրանք շատ եվրոպամետ են, դեմ են Ռուսաստանին, այս ամեն ինչի մեջ առաջան գիտես ինչն է ցավալին, որ ժողովուրդը մինչև հիմա անգրագետ է մնում քաղաքականության մեջ, տրվում են այս կամ այն մանիպուլյացիաներին, մեր դժբախտությունը եւ ողբերգությունը բազմից ասել եմ, որ կուսակցականությունը մեր հայ ժողովրդին պարակտել է եւ տանում է դեպի անդունդ։ Ինձ համար միշտ եղել է մի կուսակցություն, դա հայրենիք կուսակցությունն է եղել, մեր հայրենիքը եւ ոչ թե անձերն են եղել, բայց այսօր ցավոք սրտի ժողովրդին հասցրեցին այն աստիճանի, ներդրեցին, որ ժողովուրդը սկսեց իրանց մեջ կուրքեր ստեղծել։ Մի մասը կուրք է իրանց համար սարքել ԼՏՊ-ին, մի մասը Քոչարյան Կոբրային, որը իրական անունն է, մի մասը սերժական են, մյուս մասն էլ այս փրչապետի, ոնց ասած, դավանողներն են, եւ այսպիսով ազգը պարակված է եւ չես տեսնում ազգային բնութագիր։ Բևերը այսքան տարիներ ոչ թե 20 թվականից սկսած, ավելի շատ, ավելի շուտ 11 թվականից, 14 թվականից, 16 թվականից փորձում են ներդնել ազգային արժեքներ, ազգային գաղափարախոսություն, բայց ինչպես տեսնում ենք, այս 4 թշնամի իշխանական ուժերը իրենց ունեցած ռեսուրսներով, որը հանդիսանում է մեդիան, ջանք չեն խնայում վարկաբեկելու այս ամեն ինչը, եւ այսօրվա այս 7 տարվա ոչ ու փուչ իշխանությունները էլ ավելի սանձարձակ դարձան, վերացնելով հայրենասիրություն բառը, ազգային բառը, ցեղասպանության ուրացումը եւ այլն, եւ մեր ազգը չի հասկանում, որ սա ամեն ինչը տանում է ոչ թե ռուսական գուբերնիայի, այլ տանում է թուրքական վիլայետ դառնալու։
Այսօր ցավով լսում էի Արա Պապյանի հարցազրույցը ամեն շաբաթ է ասուլիսներ տալիս եւ այնտեղ ունկնդիրներից մեկը հարց տվեց թե ինչու ԱԺԲ այս չի անում կամ այն չի անում, ինչ որ հիասթափված են եւ կարծում այստեղ էլ կա ինչ որ տենց հարց տվող ինձ այսպեսի մի միտք եղավ ժողովուրդը ԱԺԲ-ին ընկալում է որպես ֆուտբոլի թիմ մնացածը բալեշիկներ են այսպես ասած ուրեմն Պապյանը ասում է գլադիատորներ հա գլադիատորներ ուրեմն մնացածը ունկնդիրներ են ԱԺԲ-ն պետքա իրանց ասելով այս անի կամ այն անի բայց նրանք մասնակցություն չպետք է ունենան այդ գործընթացներին Սիրելի ժողովուրդ չի լինում այդպիսի բան, որ ինչ-որ մի հատված, մի փոքր հատված, 300 սպարտանցիները չեն, որ թուրը տանք իրանց ձեռքը, ասենք գնացիք պաշտպանվեք։ Այստեղ պետք է համաժողովրդական աջակցությունը եւ նորից եմ ասում, ազգայնական, այո, հենց ազգայնական մտածելակերպը, որ այսօր երկիրը տարվում է թուրքական վիլայետ սարքելուն։ Եվ այսօր խոսալ, որ Հայաստանը գործոն է այս համաշխարհային իրադարձությունների մեջ, շատ փոքր գործոն ենք ընդհանրապես ճանապարհների հետ կապված։ Դա մենք խոսում ենք Սյունիքի Միջանցքի մասին։ Մնացած հարցերում, տեսեք, Պակիստան, Հնդկաստան հարաբերություններ են թեժացել, անգամ սպառնում են իրար հետ միջուկային զենք օգտագործելու մարդիկ մտահոգված են, որ Նատանյահուն Բաքվում է 5 օր է այնտեղ է, ասում են կավա Հայաստանի դեմ է ինչ-որ բաներ հուզում, ոչ, Նատանյահուն գտնվում է Բաքվում, Իրանի, Պարսկաստանի դեմ դավանանք ինչ-որ ստեղծելու համար։ Խոսում են նրա մասին, որ Բաքվում է եւ կարող է պատերազմ լինել, ոչ, եւ այսօր ես համաձայն եմ Արա Պապյանի հետ, որ այո, ԱՄՆ-ն սատարում է Իսրայելին, որովհետև դաշնակիցներ են նրանք, ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ է, այլ դաշնակիցներ են, իր նավատորմը բերե Իսրայել կանգնացրել է, որ Իրանին զսպի Իսրայելին խփելի եւ նույն ժամանակ նա զսպում է Իսրայելին Իրանին հարվածելու համար։ Դրա համար բանակցություններ են ընթանում եւ Արևմուտքը ցանկանում է հարաբերություններ Իրանի հետ բարելավել, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ միջուկային երրորդ համաշխարհային պատերազմը ոչ մեկին ձեռք չի տալիս։ Ես դու Արաջան եւ հասարակ ժողովուրդը կորցնելու բան չունենք, բայց այդ միլիարդատերերը ովքեր պլանավորում են այդ մեծ քաղաքականությունը, իրենց ամենևին էլ բացարձակ ձեռք չի տալիս այդպիսի գլոբալ մեծ մասշտաբների պատերազմները, որովհետև դա երկրագնդի վերջն է, վերջնագիրը կընկվի։ Այո, շատ բարդ ժամանակներում ենք ապրում եւ իրոք կարեւոր է, որ Հայաստանը այսօր սուբյեկտ ներկայանա այդ քաղաքականության մեջ։ Ինչը չենք տեսնում, որովհետեւ բոլոր իրավունքները տրված է Թուրքիային, Ռուսաստանին եւ Ադրբեջանին։ Որպես սուբյեկտ, որպես խոսացող, որպես քաղաքական գործոն Հայաստանը այսօր ինքն իրան այդ ինքնաբավությունը չունի։ Սա իմ դիտարկումն է ուղղակի։ Ինչ է պետք դրա համար անել, բազմիցս ասել ենք, ժողովուրդը պետք է միամուռ ոտքի կանգնի, վռնդի 4 իշխանականներին, բայց ինչպես մենք տեսնում ենք, այսօր էլ արդեն սկսված է նախընտրական պայքարը 26 թվականի, հայտը ներկայացված է Քոչարյանի կողմից, հայտը ներկայացրել է այդ քեմալիստական քայլիստների կողմից եւ կրկին ժողովրդին կերակրում են այդ երկու ընտրանքով կամ Քոչարյան կամ Նիկոլայ, այսինքն խաղարկված սխեմա է, սխեման օգտագործվեց Գյումրիում ընտրությունների ժամանակ, դրա համար էլ հաղթեց Վարդանիկը, ռուսամետ կոմունիստ չեկիստ Վարդանիկը եւ այդ սխեման փորձարկվեց, այո, Վիվարոյի կաշառքի ձևով եւ այլն, շատ տվյալներ կան, թե ինչ նոր սխեմա է օգտագործվում եւ դա պատրաստվում են կիրառել 26 թվականի ընտրություններին։ Այդ ընտրություններին չհասնելու համար դեռ ժամանակ կա արտահերտ ընտրություններ անել մինչև նոյեմբեր ամսից հետո այդ իրավունքն էլ Հայաստանը չունենա, որովհետև 6 ամիս առաջ ընտրություններից արտահերտ ընտրություններ չի նշանակվում։ Ուրեմն ժողովուրդը այս 3-4 ամիսը ունի ընդհանրապես ոտքի կանգնելու, բերելու ազգային ուժեր, թե ինչ ձևի կլինի, դա գիտի ԱԺԲ-ի խորհրդի անդամները, բայց ցավոք սրտի ժողովուրդը իրաց չի հետևում, ինչպես ասացի, դեռ իշխում է այն մտածելակերպը քոչարյանական, սերժական,
լևոնական եւ փրկչապետական այս համակարգն է աշխատում։ Ժողովուրդը դեռ չի գիտակցում իր գլխի գալիքը։ Պարոն Բարսեղյան, ասեցիք թուրքական ազդեցության մասին, մի հատ կարևոր բան, որ անցած այս քանի օրը բացահայտվեց ԲՎՌ-ի խորհրդի կողմից, այսինքն դա արդեն բաց աղբյուրներում է, որ ապրիլի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետությունը կնքել է լոբինգի պայմանագիր, Հայաստանի Հանրապետությունը թղթի վրա գրած փաստացի այդ կենտանին խելագար, կիսախելագար անորմալը կնքել է պայմանագիր Մերկուրի կազմակերպության հետ, որը հայտնի է թուրքական լոբինգ անելու եւ 20 թվականին ամերիկյան ճնշման, այսպես հանրային ճնշման եւ նաեւ իրավական ճնշման արդյունքում է խզվել թուրքական լոբինգի պայմանագիրը Թուրքիա, այսինքն այդ Մերկուրի կազմակերպության, այսօր այդ Թուրքիա Վաշինգտոն DC-ում հայտնի, ընդ որում Վաշինգտոնը, որ sense մեջ շատ բան պատկերացնում ենք, բոլորս այստեղ ովքեր Վաշինգտոնում եղել ենք կամ այդ հարաբերություններից քիչ թե շատ տեղյակ են, գիտեն, որ դա ընդամենը մի 1-2 միլիոնանոց քաղաք է, որտեղ շատերը շատերին գիտեն եւ այնտեղ լոբինգի շրջանակները, որտեղից կառավարում է, բայց հակնհայտ հայտնի թուրքական լոբիստական կազմակերպության հետ, որի հետ թուրքերն են աշխատել մինչև 2020-ը, մինչև պատերազմը, եւ այսօր այդ կենտանին կնքվում է 1 տարով պայմանագիր, ընդ որում պայմանագիրում այնտեղ կա եւ ամսական $650,000, այսինքն տարեկան 600, եւ նաեւ պայմանագրում կա ծախսերի փոխհատուցման դրույթ, այսինքն սա փաստորեն դուրս է գալիս, որ ուղիղ ընտրական այդ պերիոդ ընտրությունների մասին խոսեցիք, այս Արարածը փաստորեն հերոս հարկատուների, որ են մի հատ սերատու կա, չի ասում, ինչ եք տխրում ու հիշում բան, ՀԴՄ ուզեք, այդ ուզած ՀԴՄ-ներով գումարները այսօր մասխվելու է Վաշինգտոն DC-ում թուրքական լոբինգ իրականացնելու համար, փաստորեն թուրքական լոբիստական կազմակերպություն Մարաջանանեն, որ ես չեմ կարծում, մենք խոսացինք դրա մասին, որ հենց այս փրկչապետն է վարձել, ես կարծում եմ հենց Թուրքիայի դրդումով է նա հենց այդ լոբիստական խումբը ընտրել, քանի որ պրո-թուրքական լոբիստական խումբ է եղել, հենց Թուրքիայի ուղղորդությամբ է այդ խումբը ընտրվել, ամբողջությամբ համաձայն է, այս փրկչապետի PR-ը ապահովեն եւ 26 թվականին նա կարողանա վերարտադրվի, բայց արևմուտքում ներկայացնեն իրան որպես խաղաղասայր, խաղացում բերող եւ այլն։ Այսինքն փոշի թոս փչեն հանրության համաշխարհային հանրության աչքերին։ Այս փաստորեն Վաշինգտոնում իրականացվում է թուրքական կադրի, այսինքն Վաշինգտոնում կարելի ասել վիլայետացման իրավական եւ հոգեբանական, այսպես գրոնն է արվում, որպեսզի այդ կենտանուն որպես վիլայետի տնտեսվար պահեն եւ Վաշինգտոնին ներկայացնեն տենց, բայց նաեւ ներսում խնդիր կա եւ այդ երկու չարաբաստիկ բաց թողումների տասնամյակը, որտեղ շատ այսպես մտածող ուսյալ մարդիկ հույսեր ինչ որ կապել եւ կապում են ցավոք սրտի այն երկու չարաբաստիկ արարածների, ընդ որում դա ծրծակապես արցախցիների հետ չեմ կապում ես այդ սրիկաներին, խոսքս KGB-ի երկու չեկիստների Նարիմանով, Կլիչկով են Կիստուկի, շախմատիստ կոչվածի եւ Ռայկոմի Ադրբեջանի ռայոնի պարտկոմ, ռայոնի գործարանի պարտկոմ Քոչարյան Ռոբերտի մասին է խոսքս, այդ երկուսի իշխանության տասնամյակներին բուրըն հետևել վերլուծել եք իրանց գործունեությունը, շատ հետաքրքիր է ձեր դիտարկումը այս երկուսի միջև կզվրտոցների, երկու շանվորտիների միջև կզվրտոցների եւ մարդկանց ուշադրություն գրավելու, նրանց մեկի տակ փորելու, ոնց եղավ որ այս երկու ասում են չէ որ սրանք սիամական զույգեր են, ոնց եղավ որ այս երկու սրիկաները, որոնց եւ են հիմնադիր չեկիստի համատեղ երեակի արդյունքն է այս կենտանին, ոնց եղավ որ հիմի այսպիսի
գզվրտոցը սրանց մեջ ինչն է թույլ տվել սրանց իրար մեջ թկած, իրար բերան թկած սրիկաների միասին հանդես, այսպես իրար դեմ հանդես գալը։ Տեսեք, հենց այս վերջի այցը ՀՀԿ-ի Եդինա Ռոսիա խմբակցության հետ Ռուսաստանում հանդիպումը ՀՀԿ ներկայացուցիչները Էդուարդ Շարմազանով հապամորեցնում ենք էջ, լետեպե որ ասում ենք, այստեղ էլ ենք ասում, այցելում այնտեղ և ցուցադրաբար իբր մեղադրում են Ռուսաստանին, իրանց թողտվությամբ, Արցախը տալուն և այլն, և խոսում եք գզվրտոցի մասին, մենք լավ գիտենք, որ Կոբրան էլ և շախմատիստն էլ, երկուսն էլ Ռուսաստանի ենթականերն են։ Առանց իրանց դաբրոյի ոչ մեկ ոչ մի քայլ չի կարանի, անգամ շուշները չեն կարա պահեն։ Եվ այստեղ ընդամենը մրցակցություն է գնում իրանց միջև, ինչպես 7 տարի առաջ այս փրկչապետ շիզոֆրենիկը ինքն իրեն առաջարկեց, ասեց ես իրանցից ավելի լավ հանձնող կլինեմ եւ արդարացրեց, այսպես ասած, իրանց սպասելիքները Ռուսաստանի եւ Թուրքիայի, այսօր այս նույն հավատարմությունն է գնում ցուցաբերել թատրոն է խաղացվում երկու Քոչարյանի եւ Սերժի միջև, թե ով կլինի հաջորդ իշխանությունը 26 թվականին։ Նրանք համարում են, որ այս փրկչապետը արդեն մարած օբլիգացիա է, ժողովուրդը չի հանդուրժի իրանց, բայց ինչպես ասել ենք, նույն փորձված սխեմայով են գնում Նիկոլ կամ Քոչարյան, եւ այսօր էլ ժողովուրդը այնքան է զզված Քոչարյանից, որ ասում են, այ Քոչարյանը չգա, ես էլի ճիշտ է, Նիկոլը փալաս է, բայց մեր փալասն է, ես էլի գնալու եմ Նիկոլին ընտրեմ, բայց Քոչարյանը չգա։ Տեսեք, այս հասարակ ճղճի մանիպուլյացիային մեր ժողովուրդը, որը գիտակից, ասում ենք, հազարամյակների իմաստուն ժողովուրդ, տրվում է այս հասարակ մանիպուլյացիային եւ չի նայում իր ազգային շահին, ինչ է բխում մեր ազգային շահերից։ Այս 4 իշխանիկներից ոչ մեկն էլ չի համապատասխանում անգամ 10%-ով ազգային շահերին, ազգային գաղափարախոսությանը։ Մինչև ժողովուրդը չգիտակցի, ոտքի չկանգնի եւ այս 4 իշխանություններին չլուծարի, լուծարելով Ռուսաստանի օկուպացված լինելը, այսինքն դեօկուպացիա կատարի Հայաստանում, ոչ մի բան չի փոխվելու, ցավալի է դա, ես ցավով եմ դա նշում, այո, շատերը իրավունք ունեն հիասթափվելու, բայց հենց այդ հիասթափողների պատճառով է, որ համատարած հիասթափվածները նստում են դիվաններին եւ ուղղակի դիտում են ԱԺԲ-ին կամ մնացած ազգային ուժերին որպես գլադիատոր, որ ինչ որ ոմանք պետք է իրանց փոխարեն թուրը վերցնեն եւ գնան սրա կամ նրա վիզը կտրեն։ Ոչ, այստեղ համաժողովրդական համազգային շարժում է հարկավոր, մեկ գիտակցություն, մեկ գաղափարի շուրջ, որ մենք կորցնում ենք երկիր, ոչ թե անձերի տրվեն, այդ տրվեն գաղափարախոսություն։ Մեր գաղափարախոսությունը միակն է, անկախ Հայաստան, դեօկուպացիա, ազգային ժամանակավոր իշխանություն եւ այլն դրանից բխող այլ հարցերը։ Այսինքն մենք միջև չդառնանք քաղաքականության սուբյեկտ, Հայաստան, ինչպես ԱԺԲ Վարուժան Ավետիսյանն ասել, մենք կամ կլինենք հզոր կամ ընդհանրապես չենք լինի։ Այսինքն երկու ընտրություն ունենք, մենք ենք ընտրողը, դուք եք ընտրողը, ընտրում եք չլինելու, ձեր ընտրությունն է, ընտրում եք լինել հզոր, պետք է քայլ կատարեք։ Երրորդ տարբերակը չեմ տեսնում ես։ Եվ ստեղ էլի շարունակելով այդ լոբինգի թեման, մենք ասենք, որ մոտակա օրերին արդեն նորություններ այդ առումով ունենք, եւ Պևերը երիցս ճիշտ էր, որ դերևս 2 տարի առաջ սկսած պարոն Պևերի խորհրդի անդամ Ժիրար Սեֆիլյանի այցելությունից ձևավորվեց լոբիստական շահերի այսպես հետապնդումը եւ DC-ում, Վաշինգտոնում եւ նաեւ եվրոպական մայրաքաղաքներում, մասնավորապես Լոնդոնում, որը շատ է ռուսուլմանների պարզապես հիստերիայի մեջ ակցում, շեշտեմ ամեն անգամ ասի անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ Մեծ Բրիտանիան եղել է եւ նորից լինելու է Հայաստանի հզոր դաշնակիցներից մեկը, չափազանց կարևոր գործոն է, որտեղ այդ թույնը լցրել են 70 տարի եւ շարունակում են լցնել եւ շարունակում են լցնել եւ Հայաստանի Հանրապետության դեսպանատունը
աշխատել է լոբիստական այն ջանքերի դեմ, հայկական շահերի դեմ, հենց Մեծ Բրիտանիայում, սրա համար է դեսպանն էլ իր ստանալիքը կստանա, բայց պետք է հորդորեմ մեր բոլոր հայրենակիցներին նախ իրանց զայրույթը վրդովմուն կարտահայտեն բոլոր հարկատուները, հարկատու հերոսները, որ այսօր իրանց գրպանի փողերը գնում են թուրքական լոբինգի սպասարկմանը DC-ում եւ նաեւ շարունակեն իրենց աջակցությունը, այսինքն մենք մեր բոլորի սուղ միջոցներով շարունակելու ենք այդ լոբիստական դիտարկում ունեմ առաջաստեղ։ Պես ասում ենք մեր հարկատուին նայեն, տեսեք մեր հարկատուն այդ գումարները, տեսեք անհամադրելի է, այսպես վերցնենք։ ԱԺԲ-ն ծախսում է լոբիստական խմբի գործունեության վրա ամսական 6000, այս փրկչապետ կոչեցյալը 50 պլյուս 50 պլյուս $1000 տալիս, նոր սա արդեն հարկատուների փողն է, եւ այս հարկատուն, որ ասում եք, հարկատուն տեսնում է, երբ որ անձնական իր գրպանը ձեռը տանում է գրպան տրանսպորտային միջոցի համար 100 դրամի փոխարեն 150 պետք է այս ժամանակ վրդովում անա։ Երբ որ գները բարձրանում այն ինչ-որ մի բանի մասին, դրա վրա, բայց այն ինչ-որ ընդհանուր բյուջեից է գնում, հարկատուն չի զգում դա, ասում այն գրպանից չգնաց, ինքը իր օրվա գրպանից, բայց ասետի լսել եք, չէ՞, որ ասում է բանը, եթե ձեր գրպանում ձեռք կա, ուրեմն դա ձեր ձեռքն է, մի վախեցեք, դե շիզոֆրենիկի մանիպուլյացիաներից չենք խոսում, ես խոսում եմ ժողովրդից, որ այսպիսի պրիմիտիվ մտածելակերպ ունի, որ այն 50 դրամը, որ ինքը վերցնում է, այդտեղ է սնանկանում, եթե գույքը հարկը բարձրացնում է իր գրպանից է դուրս գալիս, բայց այն, որ ինքը հարկերա վճարում բյուջեում եւ այդ բյուջեից գնում է այսպիսի ծախսերի, չենք խոսում, որ ինչ ծախսերը $100 միլիոն ամեն տարի պարգևավճարման, դա չեն տեսնում, որտեղ անձամբ իրանց գրպանից չեն վերցել, դա բյուջե է գնացել։ Դա վճարում է Չի հետաքրում, թե հարկատուն չի հետաքրում, իրանց վճարած հարկ ուր է գնում։ Նորմալ երկրում, եվրոպական, արևմուտքում, ստեղ հարկ վճարողը պահանջում է, ասում է, հաշվետվություն տուր, ես հարկ եմ վճարել, ես հաշվետվություն եմ ուզում, դու ուր ես ծախսել։ Իսկ Հայաստանում դա անկառավարելի է եւ նորից եմ ասում, մինչեւ ժողովուրդը չդառնա պահանջատեր, մեր հաղորդումը պահանջատեր եւ իրավունք չէ։ Ժողովուրդը կորցրել է այն զգացողությունը պահանջատիրության եւ իրավունքի։ Տեսեք հասարակ դեպք է, չէ՞ ասում Արտուր Չախոյանին։ Մարդը իրավունքների հետևից է գնացել, իր հարկերով այդ մանկապարտեզը վերանորոգվել, կամ սարքվել, գալիս ասում է անորակ եք սարքել, ցույց է տալիս, թե որտեղ է մսվել այդ փողերը։ Այս քայլարածները կերել են։ Դրա համար նրան բռնում ծեծում են։ Ժողովուրդը այստեղ պետք է ոտքի կանգնել, անկախ նրանից նա քոչայանական է, սերժական է, թե ինչական է, նա հայ մարդ է, որը երկար ժամանակ արդեն ցույց է տալիս քայլարածների ով լինելը, իրանց փող մսխելը եւ այլն։ Այս տղային պետք է սատար կանգնի։ Բայց տեսնում ենք, որ այդ փոխանակ ծեծողները դատվեն, մեղադրվեն, ծեծվողն է մեղադրվում եւ ժողովուրդը լռում է։ Այստեղ է պարադոքսը գալիս։ Պարոն Բարսեղյան, հենց այդ պարադոքսի շուրջ մենք մի քանի հարցեր ունենք, որ ուղղված են պարոն Գասպարյանին։ Խնդրեմ դուք այդ հարցերի վերաբերած որոշումները, ուրեմն պարոն Գասպարյան, երկար է կներեք իհարկե, որ ես փորձում եմ հակիրճ ասել ժամանակի վասողության առումով, ուրեմն հարց տվողը ասում է պարոն Գասպարյանին, որ ասում եք բազմիցս, որ часто говорили ранее, որ 10000 մարդու արկայության դեպքում փոփոխություններ կարելի էր անել, օրինակ է բերվում, որ արցախցիները հավաքվեցին եւ դա այսպես աղմուկ, հետո ոչ մի բան, հավաքեցին, գնացին տուն, ինչ կարծիք է, այսինքն այդ բանը այն է, որ 10000-ը կար եւ նույն հարց տվողը նաեւ մի հատ էլ ուրիշ բնույթի հարց է տալու, քանի որ այդ հարցը օգտատիրոջ հարցին են անդրադառնում, ասում է օրինակ է բերում Տիգրան Ավագյանի ասածը, որ միգրացիայի հետ կապված միգրանտները Հնդկաստանից եւ այլն սրա վտանգների շուրջը։ Տարբեր թեմաներ, առաջին մասով պատասխանեմ, արցախցիները 10000 որ հավաքվել էին, այստեղ կարևորը թե ինչ օրակարգով էին հավաքվել։ Եթե նրանք հավաքված լինեին նույն օրակարգով այս
թրքամետ իշխանությանը հեռացնելու եւ այլն, մեկ այլ հարց է, բայց նրանք ինչքան ես գիտեմ հավաքվել էին այդ 40 + 10,000 այդ վճարները վերականգնելու համար, իրանց իրավունքների համար, այսինքն նեղ անձնական, այսինքն Արցախի հարցերով, ոչ ասենք լայն հայկական հարցով, այդ 10,000, ինչպես ասենք Բագրատյոն, Սրբազան Բագրատյոնի ժամանակ 50,000 մարդ հավաքվեց, բայց մենք տեսանք ուր գնաց այդ շարժումը։ Եթե այդ շարժումը լիներ ԱԺԲ-ի ձեռքը եւ մի բան չկատարվեր, իրանք ունեին մեղադրելու, բայց ղեկավարը Բագրատյոնն էր, Սրբազանը, եւ պայքարը գնաց լրիվ ուրիշ հունով, դրա գլխին կանգնեցին նույն քոչարյանական սերժականները եւ տարան ուրիշ ուղղությունով։ Չկա այնպիսի մի շարժում 10,000 կամ 20,000, որը կհավաքվի ԱԺԲ-ի շուրջ, ԱԺԲ-ի օրակարգով։ Խոսքը գնում է, տեսեք, բանակի լույս կազմակերպություն կա, ուսակցություն կա։ Դրա շուրջ հարցելի կա, պարոն Գասպարյանին ուղված, որ շարունակեք լավ։ Հա, երևի արդեն պատասխանեմ այդ հարցին, չգիտեմ, էլ հարցը մոտարապես կարամ պատկերացնել, շատերն ասում են ինչու բանակի լույսին չեն միանում։ Շատ լույսի բանակին, հա, լույսի բանակին հիմա ճրակի, պարսկները կասեն ճրակի բանակին, կայծի բանակին ինչի չեք միանում։ Պատասխանը շատ բնական է, ուրեմն այդ նույն լույսի բանակը ինչու չէր միանում այն բազմահազարանոց երթերին, որը կազմակերպում էր ԱԺԲ-ն, մեկ էլ հայտարարում են, որ մենք դուրս են գալիս վերջնական պայքարը եւ այլն, եւ մենք տեսնում ենք, որ մի քանի 100 հոգի մարդ է ընդհանրապես հավաքվում եւ ասում են, որ ԱԺԲ-ն պետք է գնա իրանց միանա։ Բազմիցս խոսացել ենք դրա մասին, որևէ մեկը եթե կանգնում ասում է ԱԺԲ-ն պետք է մեզ գա միանա, դրա պատասխանը բազմիցս տրվել է։ Եղբայր, ցույց տվեք, դուք քանի հոգի կարող եք ինքներդ հանել դուրս, նոր կոչ անեք, որ ԱԺԲ-ն պետք է ձեզ միանա։ Այսօր բացի ԱԺԲ-ից, որպես ազգային ուժ, ավելի մեծ քանակով փողոց դուրս հանող ուժ կամ կուսակցություն չկա։ Այո, կարող են ասել Քոչարյան Ռոբիկը վաղը ես պետք է ասեմ։ Հիմա վաղը կփահանի, սա տարբերությունը այն է, որ ԱԺԲ-ն առանց գումարի է այդքան մարդ հանում փողոց, Քոչարյանն ու Սերժը փողով են հանում։ Բազմիցս ասել ենք, մեզ էլ տվեք 2 միլիարդ գումար, մենք էլ ավելի առատորեն բաժանենք ժողովրդին, մենք ավելի շատ մարդ կանենք փողոց։ Բայց փողով չի որոշում, այստեղ դրա համար ենք մեր շեշտը դրում գաղափարի վրա։ Երկիրը պահվում է գաղափարախոսության վրա, ոչ թե փող կաշառքի վրա։ Այդպիսի պետություն չեն կառուցում։ Չկա որևէ պետություն, որը կառուցվել է կաշառքի վրա։ Բոլոր պետությունները, իսլամական պետությունները հավատքի վրա են կառուցված։ Դրա համար առաջի Անտեր Պետրոսյանը, հիշում եք, ազգային գաղափարախոսությունը համարում էր կեղծ քաղաքական կատեգորիա եւ ինքը լինելով ակադեմիկ, իհարկե KGB-ի շնշանորդի, հենց դեղից է գալիս այդ հարվածները, որ ժողովրդի ուղեղի մտքի վրա ազդել են եւ այդ 10,000 հոգի կլինի, 20,000 հոգի կլինի, թե 50,000, ոնց որ օրինակը բերեցիք այդ շարժ անցած տարվա, որին դեպի ըստ որ ընդ որում միացավ։ Փաստորեն, երբ որ չկա ամուր, ինչու Արցախյան շարժումը ի սկզբնական այն ճիշտ բան հունը որ դրված էր, ընդ որում Իգոր Մուրադյանի Հայաստանի հետ։ Այսինքն շատ պարզունակ բան էր։ Ես 3-1-ին հարցրել եմ գործարարի, ստեղ Լոս Անջելեսում նկատեցի իր օֆիսը մտնելուց, ուրեմն 3 հատ դրոշակ ա վերևը խփած, դա երագույն է, Միացյալ Նահանգների դրոշակը եւ այսպես կոչված Արցախի դրոշը։ Առաջի հարարայացքից դա շատ մանրուկ է եւ մեկ-մեկ կան, չէ, արցախցիներ, որ ասեն սենտիմենտալ բաների մեջ են ընկնում։ Պարոն Ժիրայր Սեֆիլյանն ստեղ շատ լավ ասաց մի հանդիպման ժամանակ, որ սա է Արցախի դրոշը։ Որտեւ այդ բաժանիչ այդ կեղտը որ կա որ դրել էր, այդ մարդուն հարցնում եմ, ասում եմ, նայ դու որտեղից ես, ասեց իր մարզը, չասեմ որ ասենք բանա ենթադրություններ չլինի, ասեց իր մարզը, ասում եմ, բա քո մարզի դրոշը խի չես դրել այստեղ։ Այստեղ երկու պետությունների դրոշակ ես դրել, ապրես որ դրել ես, լավ ես արել։ Բա քո մարզին խի չես դնում, ասենք, էլի։ Դներ էլի 10 քանի հատ դներ։
ու այս մարդուն բացատրում ես ասում Արցախի այդ դրոշի համար են մերել, այդ դրոշի այդ կիսատի համար են մերել մարդիկ։ Պայքարը դրա համար էր 88 թվի շարժումը ինչի համար էր։ միացման համար։ Այսինքն այնքան է դեգրադացվի եւ այդ դեգրադացիայի լավ տեղամիջոց ես միշտ խորհուրդ եմ տալիս, չգիտեմ, մի հատ անգամ ևս հնչեցնեմ, կարտացեք Ռուբեն Տարպինյանի 105 տարի առաջ գրած ռուսական վտանգը հիմնարար գործը, որը հայի մենտալ դատողությունը վերլուծվել է, թե ինչքան վտանգավոր է այդ ռուսական վտանգը, որը մենտալ այնքան է sense մսխվել, որ նորմալ մարդ է խոսում, ասենք սկսում է Քոչարյանի լավ ժամանակներից խոսալ, կատաստրոֆա է, էլի, ասում սովետի լավ ժամանակներից չի գնացել, ասում համարելով Ռոբերտ Քոչարյանին, ասենք ազգային կամ հա մի հատ ուրիշ տարով կարելի է ցավը գալիս է այստեղ, որ տես հենց սա ամենավառ օրինակն է, որ այս ամենահասարակ պրիմիտիվ բանն է, որ ժողովուրդը չի ուզում հասկանա, որ այս Արցախի դրոշը բաժանարար գծով դրվել է KGB-ի կողմից երկու մի ազգին պարակտել երկու մասի։ Սա ամենահասարակ պրիմիտիվ բանն է, որ մինչև հիմա չեն ուզում հասկանան։ Սա արդեն բնորոշում է այսօրվա հասարակության մտածելակերպը ծառած բանը հիշում եք, չէ՞, կադրը ոչ մի դեպքում ոնց այդտեն գիծնա որ պետքա չթողնեք կտրել Հայաստանի միացնի մասին է խոսում։ Այսօր դեգեներալ Բալասանյանը ազգի դավաճանը նորից դիմում է Պուտինին հնարավորություն տա արցախցիներին վերադառնա իրանց երկիր։ Ինչքան կարելի է կապիկություն անել։ Մի սելիկա դավաճան թալանչի, որը միլիոնավոր կարողություններ է դզել հենց Երևանի մեջ, այսօր էլ հողեր է զավթում, Զարուհի Պոստանջյանի նկարահանումները կան, փողեր է լվանում այնտեղ եւ իրան ազգասեր է ինչ-որ ցույց տալի, բայց նորից խոսում է նրա մասին, որ հնարավորություն կա արցախցիները վերադառնան իրենց Արցախը։ Ուղղակի զայրույց է գալիս։ Ոնց կարելի է այդ մարդուն հանդուրժել, ընդհանրապես թողել գալ Հայաստանի օդն աշնչի։ Դե ինքը ասում էր Արցախ, ասում էր մարդիկ չպետք է մտնեն Արցախ, հիշում եք։ Դե ասում նա բացահայտ թուրք է։ Եվ այդ թուրքը այսօր նստած է Հայաստանում, իր թալանածը վայելում է Հայաստանում, եւ իրան մեկը չկա դալանում բռնի, երկու հատ են ճաշի քթանով գոնե գլխին խփի։ Այդ դավաճանության համար։ Հարմարողական է դարել ազգը։ Եվ ասում է դե ինչ կլինի եւ մեկը մյուսին հիասթափեցնում են ապրում են բռնաբարվելուց հետո կամ ժամանակ թուլացեք եւ հաճույք ստացեք մոտապես այդ լոգիկայի մեջ են գնում եւ այստեղ այդ վստահության պահը այդ միամտությունն է դա հիմարությունն է հազար ներողություն էշությունն է այդ վստահելը որ այդ տարբեր անուններ չտանք ասենք այս մարդը ասեց ես եմ անելու այն մարդը ասեց այն եմ անելու մի շատ կարևոր բան կա, այստեղ ոչ թե ՊՎՌ-ի ետերն է ԲՎՌ-ին ենք ասում, կան լիքը նաև ազնիվ անկեղծ ազգային քաղաքական գործիչներ, այդ պետք է ասեի, ասենք բոլորին մեկ-մեկ գիտեք, ամենայն շատ ավելի մանրամասն, բայց այսօր ռեալ քաղաքական ուժ, քաղաքական հայտ ներկայացրած, քաղաքական ծրագիր ունեցող, քիչ թե շատ աշխարհին ներկայացող ուժ կա որևէ մեկը, ես խնդրել էի նաև բոլոր պատկերացրու, ես ասեմ Արամ Սարգսյան, Ռուբեն Մեհրաբյան, Բաբաջան, Խզմալյան, Եվրոպամետն են այսօր ուժ։ Պատկերացնեք, ես դուրս գամ, ինչքան թուքումուր ես կուտեմ դրա համար, որովհետև բոլորը գիտեն, որ դա փուչիկ է, որ նրանք սպասարկողն են այս թրքամետ իշխանությունների, բայց չգիտես ինչու ծափահարողներ կան, իրանց դիտումները հազարների հասնում եւ այլն, բայց իրական ազգային ուժին դեռ մունաթ են գալիս, խիսա չեք անում, իրան չեք անում։ Նորից եմ ասում ժողովուրդ ջան, ինչքան դիվանին նստեք, ինչքան նայեք ընկալեք որպես ֆուտբոլային թիմ կամ գլադիատոր, այդքան մենք առնոլ ենք տալու մեծ քաղաքականության մեջ եւ Հայաստանը դառնալու է թուրքական վիլայետ, որի հպատակը դառնալու եք դուք, վեճ չէ, առան չէ, մենք այստեղ ամենայում ենք ապրում, ապահով ենք, բայց էլի մեր սիրտը մռմռում է մեր սրտից արունակաթում մեր երկրի համար։ Մենք այսօր հայ ենք, որովհետև ունենք Հայաստան երկիր, որովհետև մեր երկիրը ՄԱԿ-ի անդամ է։ Եթե թուրքական վիլայետ դարձավ, ես ու Արան որփանալու ենք որպես
ազգի ներկայացուցիչ։ Դուք ֆիզիկապես եք որփանալու։ Դուք մնալու եք Թուրքի յաթաղանի տակ։ Լավագույն դեպքում, ինչպես ռուսամետներն ուզում կմսնեն ռուսական միութենական կազմի մեջ կդառնաք ռուսուլմաններ, արմյաշկաներ։ Ընտրությունը ձերն է։ Ես իմ ընտրությունն արել եմ։ Այդ տարբերակը բացառված է ռուսական, այսինքն մշտապես այսօր ոչ մի բան չի 300, չէ, ի նկատի ունեմ ռուսական ազդեցության տակ, Ռուսաստանը ոչ թե ինքը ուզում է գնալ, ինքը չի կարող չգնալ Կովկասից։ Եվ Պեսկովի հայտնի խոսքը կա, չէ՞, որ շատ ավելի նախընտրելի է այդ տարածքը թողնել։ Այսինքն ինքը լավ փաթեթավորում է Հայաստանը, սկզբից Արցախը, ասում ենք Աբխազիայում, այսօր Հայաստանն է այդ վիճակին։ Այսինքն ինքը լավ փաթեթավորում է, ընդ որում հայերի միջոցների հաշվին, հայերի այդ նույն Քոչարյանների կրպած կր, այսինքն հայկական ինքը մի կոպեկ չի ծախսում։ Կզվրտացնում է Սերժի Քորինչի համար այդ հարցը տվեցի։ Կզվրտացնում է սրանց բոլորին, այս կողմից այդ սուտ արևմտա, այդ սուտ արևմտամետ կոչեցյալներին մի հատ կարող են ասել որևէ արևմտյան դիվանագետի հետ, որևէ քաղաքական գործիչի հետ հանդիպել են, թե չէ։ Բացի ասենք Շիրինյանը, ասենք DC-ում Սպիտակ տանկոմը գրում է Վաշինգտոնի մատույցներում է։ Լեզու ասած իրանք միայն յուղ վառող են։ Ստեղ ուրիշ մի բան կա, Արա ջան, հիմա այս հարցազրույցից հետո կոմենտների մեջ կտեսնեք, որ մեղադրողներ կլինենք, ասեն տակ տեղ նստած ես արտասահման։ Ես այդ ավտոմատ արի գնա սահման պահի նոր եւ այլն։ Ժողովուրդ ջան, ես իմ պարտքը ժամանակին տվել եմ Երասխավանում իմ Ինչան հնարավոր։ Պարոն Բարսեղյան, անհատական բանից եկեք դուրս գանք, այստեղ ազգի որտե վիրավորանքներ հետո ազգի թե վիրավորանքներ չգիտեմ, Պևերի խորհրդի անդամները բան այն, որ ասում է Քարե ջան են, ինչ են, մարդիկ բոլոր երկրների դեսպաներ, ռուսամետ եղան, Ամերիկա գործակալներ եղան, այդ առումով հարաբերական լավ խոսք ունի, ասում եմ մի կռվեք, ես Ուզբեկստանի գործակալ եմ։ Շատ մեկ, ինձ որ այդ անհատական բանը վերանանք, այստեղ խնդիրը ընդհանուր ազգի մենտալ բանա, որ ԱԺԲ-ն ներկայացրել է 300 տարվա այս ճահիճից հետո, հենց հիշում եմ նոյեմբերի 12-ին, մեկ օր անցած այդ խայտառակ թղթի ստորագրումից, այսինքն չստորագրեց այս խեղկատակ Շանվորտին, որ փախել ես իմ որ էր մտել, չէ։ Ուղիղ մեկ օր հետո ինքը ներկայացրեց ԱԺԲ-ն, ի նկատի ունեմ, ներկայացրեց կոնկրետ գործնական ծրագիր։ Կամ գնում ենք այդ ծրագրով, կամ դոպում ենք սենց եւ այդ դոպելու արդյունքում մենք կորցրեցինք 20 թվից այս կոմիշկան բան ենք կորցրել ու էլի կորցնելու ենք շատ ավելին։ Վերջի ախտորոշումը տամ, երևի հաղորդաշարը մոտենում է իր ավարտին, Հայաստանը շատ ծանր հիվանդ էր եւ հիվանդ է, ԱԺԲ-ն ներկայանում է այսօր որպես բժիշկ եւ ոչ թե թերապևտ, այլ խիրուրգ, որովհետեւ այն հիվանդությունը, որը Իդեմս նաեւ այսօրվա ցավոք հաղորդման չկարողացա մասնակցել բժիշկ Վահե Գասպարյանի։ Այսօր ինքը թողել է իր հիվանդներին, ես զբաղվում եմ ամենակարևոր հիվանդի մեր բոլորի հայրենիքի փրկության։ Այսօր Հայաստանին խիրուրգական միջամտություն է հարկավոր Լանցետով, այսինքն կտրել Ռուսաստանի պորտալարը, կտրել այս 4 իշխանությունների պորտալարը այդ թուրքական ռուսական հետ կապել եւ բուժումը կլինի միայն այդ դեպքում։ Ուրիշ բուժում ես չեմ տեսնում, թերապևտիկ, ինչ որ քիթ կոկորդական բժիշկների կարիք չկա, այստեղ խիրուրգական միջամտություն է պետք, ինչպես ասում են, երբ որ չկա ճար, ճարը գտնում են։ Պարոն Բարսեղյան, երկու հատ կարճ հարց է, այսինքն հարցի ես մի քանի այդ նույն բնույթի հարցեր կա։ Միացյալ Նահանգների շահը որն է կամ այսինքն անտեսում է Բևերին չի օգնում, գլխացավանքը Միացյալ Նահանգների համար Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը եւ այլն, ինչու Բևերին չի օգնում, ինչի հայկական շահերը Միացյալ Նահանգները անտեսում է եւ այլն։ Եթե շատ կարճ ասեմ, Բևերը իշխանություն չի ներկայացնում, դա մեկ։ Հենց այդ հարցնում ասում են, ինչի Բևերին չի օգնում, ասենք որ գա իշխանության կամ աջակցում որպես բան։ Ակնհայտ է, չէ՞ որ Միացյալ Նահանգների դեսպանը անվիճելի է, չգիտեմ ձեր կարծիք ասեք, Միացյալ Նահանգների դեսպան Երևանում ուղիղ սպասարկում է այս խեղկատակի շահերը, դա փաստ է, չէ՞։ Եվ տվյալները ստանում է դեսպանի միջոցով, իսկ դեսպանը գրում է, որ այս ներկա փրկչապետը, այս խեղկատակ շիզոֆրենիկը ամեն ինչ լավ է,
ժողովրդավարություն ա տիրում, հեղափոխականներ են եւ այլն, թողեք թող աշխատեն։ Նույնը ինչ որ փրկչապետն ասում է, օկտատիրոջ հարցադրումը է դա, ասենք ինչու Միացյալ Նահանգները չի աջակցում Բևերին, Հայաստանին, հայկական շահերը չի առաջին հերթին, որովհետև Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ծիրում, Ռուսաստանի դաշնակիցն է, նա չի կարող, ինչպես 45 թվականին նրանք չմտան Արևմտյան Հայաստանը ազատագրելու, որովհետև մնալու էր Ռուսաստան էր հզորանալու, այդ տարածքը մնալու էր Իրան, նույնը այսօր է, մինչև Հայաստանը դուրս չգա Ռուսաստանի տիրապետության տակից, մինչև հայտ չներկայացնի, որ նա միանում է քաղաքակիրթ արևմուտքին, ոչ մի գործողություն էլ Հայաստանը ի նպաստ իրան չի ստանա։ Սա ամենահասարակ պատասխանն է։ Հիշում եք, չէ, որ մեզ իրար հետ էինք պետքարտուղարությունը, որ ասեցին գնացեք ձեր տնային հանձնարարությունը արեք։ Մինչև հիմա անում ենք, բայց տեղ չի հասնում։ Եվ մեզ հստակ այդ օրը, այսօրվապես հիշում եմ, որ ասեցին, որ երբ որ մենք այսպես պահանջներ էինք ներկայացնում, ասացին, որ հենց ձեր իշխանությունները ասում են մի խառնվեք, մենք Ադրբեջանի հետ խնդիրները կլուծենք, գնացեք ձեր տնային հանձնարարությունը։ Այսօր միամուր Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ասում են լուծարենք Մինսկի խումբը, մենք ինքներս մեր մեջ հարցերը լուծենք, բայց լավ գիտենք, որ թուրքը նստած է կառավարության շենքում եւ ամեն ինչ անում է հանուն թուրքի։ Այդտեղ իհարկե մեր ժամանակը հիշեցնում եմ, որ սպառվել է, բայց շատ կարևոր մի բան ասեմ այդ Մինսկի խմբի հետ կապված։ Սկզբի լեքսիկոնը, եթե հիշում եք, եւ Ալիևի եւ դրա հարճի էս Երևանում վերընկած այդ կենտանու, այն էր, որ փակենք Մինսկի խումբը։ Հետո իրանք հասկացան, որ իրանք չեն բացել։ Ոնց որ Վիսոնյան վճիրն է, որ հայերը տեղ չեն բացել։ Հիմա իրանք ասում են մենք կարող ենք հայտ ներկայացնել։ Այսինքն սա շատ կարևոր բան է, այսինքն իրանք հասկացան, որ նենց լպրիկ, ցինիկ խոսելու բան երկուսն էլ չկան աշխարհում։ Անգրագիտությունը ցույց տվեցին, որ մենակ իրանց ցանկությունը քիչ է խումբը փակելու համար։ Շատ տիպիկ է այս պահը, որ իրանք որոշումը, որ ասում են փակենք, հիմա փակել չէ, իրանք ասում են դիմենք, որ փակեն։ Առհատ է կփակեն։ Էսի մեկ, էդի մեզնից է նաև կախված եւ վերջի հարցը, որ պարոն Գասպարյանին էր ուղղված եւ ինքը անընդհատ շեշտում էր վերջի ելույթներում մայիսի 9-ի հանգամանքը, այս կենտանու Պուտինի կողքը կանգնելու պատրաստակամությունը, ասենք սրա շուրջը կգնա, չի գնա, նա գնալու է, բոլոր իր գրպանային վերլուծաբան քաղաքագետիկները խոսում են նրա մասին, որ այո նա պետք է գնա եւ մի բան անտեղից բերի, ինչ-որ մի բան պոկի ցարից եւ այլն։ Նա գնալու է, որտեվ չի կարա չգնա, այնտեղ լինելու են մոտ 40 երկրների պրո-ռուսական երկրների ղեկավարները, նա սիրում է, չէ՞, նկարվի մեծերի հետ, որտեվ նա ոչնչություն է։ Բանի տակը մի հատ մեռել է կա, չէ՞, շփրտած։ Դե ինքը որպես ոչնչություն իր համար դա պատիվ է այդ մեծերի հետ, իր գաղափարով այդ մեծերի հետ նկարվել իրաց կողքը կանգնել, դե նա կգնա, ուղղակի այստեղ ծիծաղել է հենց այդ մայիսի 9-ի շքերթը, որովհետև Ռուսաստանը դուրս է գալիս իր զենքերը չունի Ղազախստանից, ռենտ է արել Ղազախստանի զինված ուժերի տեխնիկան, որ մայիսի 9-ի շքերթին ներկայացնի իբր իր զենքերը։ Սա էլ մի ցույցիչ է, որը խայտարակություն է լինելու։ Այստեղ անձամբ ձեզ հարց կար, դել է, հենց մայիսի 9-ին ասում է, որ պարոն Բարսեղյանը եթե գնա մայիսի 9-ին դրանից հետո Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կլինեն, թե չէ։ Ոչ։ Շատ ավելի վատ բաներ է արել Հայաստանը, անգամ քվեարկելով ԱՄՆ-ի որոշումների դեմ սանկցիաների տակ չլինի, որովհետև նայեք, ԱՄՆ-ն միշտ էլ դիտարկում է Հայաստանին հանդուրժողական է մոտենում, հասկանալով մենք ինչ կառավարության ձեռք ենք մտնում եւ ինչ քաղաքական տարածած շրջանային ծուղակի մեջ ենք, աջակցում է մեզ, բայց սանկցիաների տակ չի մտնում։ Այդ մունաձունատ եկողներին ու Միացյալ Նահանգների մարդկա մտահոգ է ասում, բայց մարդկան էս մի տոնով ասում, որ էս Դոնալդ Թրամփը, Սպիտակ տունը, Սենատ, Կոնգրեսը, բանուգործ աշխարհի պետք է թողնեն, ընկնեն այս խելագարի, սրանց համար ընդունելությունը պարզ է, չէ՞ ոնց է։ Գալիս է լոտոյի շահման, ասում է մեկը նստում, ասում է, մի միլիոն չշահեցի, ասում է, դու գոնե խաղա որ շահես, որ չես խաղա, որ դե շահես, հիմա ստեղա դու դիմել ես ԱՄՆ-ին, որ ԱՄՆ-ից օգնություն ես ուզում։
առանց քո ուզելու էլ այսքանը որ արել է եւ անում է, գոհ շնորհակալ է։ Այո, այդ ուղղակի փաստ ենք, որ Իսրայելից հետո Հայաստանը երկրորդ երկիրն է, որ ստացել է մեծածավալ մեծագույն օգնություն Միացյալ Նահանգներից 90-ական, ուղղակի մենք չենք գնահատել, չենք գնահատում։ Դա չի լուսաբանում։ Եվ չի լուսաբանում եւ այս երևի մեր կոնկրետ իմ ուղերձը այնա որ մենք մեր տնային հանձնարարություն լավ չենք կատարում, պետք է աշխատենք լավ պատրաստվել տնային հանձնարարությանը։ Այսքանը ժողովուրդ, ուրեմն ավարտում ենք մեր հաղորդումը այսօրվա հետեւյալ պահով, որ բեկումային զարգացումներ են եւ ՊՎՌ այդ դրոշակը բարձել է եւ կանգ պատրաստ է ՊՎՌ ապացուցել է, որ ինքը պատրաստ է բոլոր լուրջ ուժերի հետ ու կողքին կանգնել, եթե կան այդպիսի ուժեր, բայց այսօր եւ համագործակցել Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո Ադրբեջանի պրոտեկտորատից վերածելու անկախ, այսինքն վերականգնել մեր պետականությունը։ ՊՎՌ-ի այդ գծի վրա է, ովքեր թախտին են նստած եւ գլադիատորների են սպասում, ՊՎՌ-ը անում է մաքսիմումը, էլ մի բան էլ ավելի։ Ինչպես Վարուժան Ավետիսյանն ասում, իգործ։ Մենք էլ ասում ենք Աստված առաջ։ Իգոր, շնորհակալություն, պարոն Բարսեղյան եւ իգործ։ Իգործ։